Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործն էլ կարճվել։ Հանցակազմի բացակայության հիմքով Ազատությանը փոխանցեցին քննչական կոմիտեից։ Հիշեցնեմ, Կարեն Պետրոսյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։ Հունիսի 23-ին անհնազանդության բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ նրան և ևս 12 ակտիվիստի բերման էին ենթարկել Գյումրիի Թատերական հրապարակից։ Այսօր հենց այդ նույն հրապարակում ակտիվիստները բացօթյա ասուլիս էին հրավիրել։ Որ ես ինքս պայքարը տեսնում եմ այդ գործի շուտապույտ վերացման բարոյական եւ իրավական հարթությունում, իմ ընկերները դա քաղաքացիական ակտիվիստները տեսել են նաեւ քաղաքացիական անհնազանդության եւ քաղաքացիական գործողությունների տիրույթում եւ այս 3 վեկտորների ազդեցությամբ այդ գործը կարճվում է։ Քրեական հետապնդման ու գործի կարճման մասին իրենք բանավոր էին տեղեկացել, ձեռքի տակ դեռ գրավոր հիմնավորում չունեին։ Ակտիվիստները պահանջում էին պատժել հունիսի 23-ին իրենց նկատմամբ ապօրինություն թույլ տված գյումրեցի ոստիկաններին, ինչպես նաև մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանին, եւ նրան ժամանակ են տալիս գնահատելու Գյումրիի Թատերական հրապարակում ոստիկանների գործողությունները։ Մեր մարզի ոստիկանապետը ժամանակ ունի, շատ քիչ ժամանակ ունի, մենք իրեն հրապարակավ ասում ենք իր ուզեցած ֆորմատով, իր ուզեցած վայրում հանդիպել մեր հետ, գնահատական տալ այն օրվա ապօրինի գործողություններին, որ այստեղ տեղի ունեցավ, եւ իր անձնական գնահատականով փորձի մաքրել են ամբողջ գործողությունները, որ այդ օրը եղավ։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա փաստացի վաղվանից այն թանկանալու է։ Ճիշտ է, քաղաքացիները առայժմ 1 կիլովատ-ժամի համար այդ լրացուցիչ 6 դրամ 93 լուման չեն մուծելու։ Հունիսին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում թանկացման բեռը ստանձնեց կառավարությունը։ Սա քաղաքացիական շարժման ձեռքբերումներից մեկն է համարում ակտիվիստներից Տիգրան Պետրոսյանը։ Այսօր վերջին օրերով կառավարությունը պիտի հաստատի թե ինչ ռեսուրսներով է ներկայացնելու, հուսով ենք, որ իրապես այն տիրույթում կլինի, ինչի մասին որ հայտարարվել է, այսինքն կլինի ոչ բյուջետային եւ ոչ կողմնակի, այսինքն բյուջետի վրա կամ մեր վրա ուղղակիորեն այդ մեթոդները չեն նստել։ Ես եւս համարում ենք այս բանը ձեռքբերում։ Ակտիվիստներից հետաքրքրվեցի, թե հիմա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մի քանի խմբեր ու նախաձեռնություններ կան, ում է սատարում գյումրեցի ակտիվիստների խումբը։ Քաղաք նստածության մասնակիցները երբ որ դուրս եկան այդ ձևաչափից, հայտարարեցինք, որ ինքնուրույն որոշում ենք, թե ինչպես ենք մնացած նախաձեռնությունների նկատմամբ մեր վերաբերմունքը արտահայտել։ Եթե տեղի կունենան զարգացումներ, որոնք կբերեն օրակարգային լուրջ խնդիրներ, Գյումրին արդեն ապացուցեց, որ ինքը պատրաստ է պայքարելու սեփական արժանապատվության համար եւ պատրաստ է լուրջ զորակից դառնալու Երևանին գլխավոր պրոցեսների գլխավոր թատերաբեմին։